Լուսամուտից են մտել, պատուանը որ պատուանն է եղել էլի։ Էս թե երբ էին մտել որ թվին, որ ամսին։ Նոյեմբերի 15-ին։ Անցած տարի էլի։ Դու էլի ծնունդ եք եղել, թե տունը մարդ չէ։ Հարսանիքներ երեխու։ Հա։ Գնացել եք հարսանիք։ Երեխու հարսանիքներ թորից։ Հա։ Թորից։ Գնացել ենք հարսանիք եկել ենք։ Քանի ժամ եք բացակայել։ Դե մի 10 ժամ հետիպես։ Դե 11-ին եկել ենք, տեսել ենք լուսամուտը բաց է, մտել են, մարդիկ տարել են էլի։ Ինչ էին տարե։ Ոսկեղ են, մի $1000 փող, մի 100,000 երեխու փողը։ Դե ընդհանուր մի 10,000-ի վնաս են տվել։ Չէ, մի $30,000 վնաս։ վնաս բա այդքան, երկու տուն են մտել, իմ տունն էլ են մտել, իշի աղջկաս տունն է։ Հա, դա իմացող մարդ պետք է լինի։ Որ իմացել են ստե մարդ չկա, տունը չեն, հարսանիք են։ Դա ծրագրված եղել է էլի։ Բանդա կլինի դա էլի, մի օքու բան չի։ Հիմա չգիտենք ով է, բայց դե արել են էլի։ Ոստիկանություն դիմել եք։ Որտեղի ոստիկանությունն է։ Արմավիրի ինչ են ասել։ Ոչ մի բան էլ չեն կարող հայտնաբերեն։ Եկան, նկարեցին, գրեցին, ջնջեցին, Ու ոչինչ չկա։ գործ ուղարկեցին քնչական։ Այո, Էսի որ գյուղներ ժողովուրդ։ մրգաշատ է։ Մրգաշատ, որ փողոց, որ նրբանց։ 18 փողոց, երրորդ տունն է։ Իսկ այնի 18 փողոց Երկու տան գողությունը նույն օրն են արել։ Հա, Այդ իմացող մարդ է, ախպեր։ երկու տունն է։ Անծանոթ մարդը։ Գիտենք հիմա Հենց էս պատուանից, չէ։ հա։ Ոնց են բացել, ինչ են արել։ Մարտի 8-ն է 2026 թվական։ Գտնվում ենք Արմավիրի մարզի Շատ։ Մրգաշատ գյուղի տներից մեկում, որտեղ անցյալ տարի դեկտեմբերին, չէ։ Նոյեմբերին երկու տների նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել, տականքը կամ տականքները, ինձ թվում է սա մի հոգու գործ չի եղել, խմբակային գործ, ինչպես որ վերջերս հայտնաբերվավ Սպիտակում այդ բանդան երկու եղբայրների կողմից ստեղծված 7 հոգանոց բանդան վնասազերծվեց քրեական ոստիկանների կողմից, այստեղ էլ նոյեմբերին տան անդամները մասնակցելիս են լինում իրենց հարազատի, իրենց թորան հարսանեկան արարողությանը եւ բարձր տրամադրությամբ մարդիկ հարսանիքից վերադառնում են ու նկատում են որ ահա այս պատուանը Եվրոպ պատուանը բացած է, ինչ նկատեցիք ժամը քանիսին է 11-ի մոտերը հետ են եկել, հարսանիքը բրծել է, հետ են եկել։ տեսել եք լուսամուտը ջարդած Ջարդած չէր, բացածը, հա։ Հա։ Բացել էին, մտել էին։ Մտել են ամբողջ տունը տակնու վրա են արել։ Դե հիմա ինչ որ կար արդեն տարել էին էլի։ Հա, մոտավորապես ըստ նախնական տեղեկությունների տանտերոջը պատճառել են մոտ 30-35 հազար ԱՄՆ դոլարի վնաս, մարդիկ դիմել են ոստիկանության Արմավիրի բաժին, համայնքային ոստիկանության եկել են, արձանագրել են, նյութեր են պատրաստել, փոխանցել են քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն մինչև օրս հանցագործությունը բացահայտված ոչ թե հանցագործությունը, այլ հանցագործությունները, քանի որ ոչ միայն այս տունն էին թալանել ճիվաղը կամ ճիվաղները, թեպետ էլի եմ պնդում, սա մի հոգու գործ չի եղել եւ ուզում եմ այն կարծիքը հայտնել, որ հաստատ իմացել են, ոնց որ Սպիտակի տան գողություններ, որ իմացել էին, որ տանտերը մասնակցում է ծնունդի տունը մարդ չկա, այստեղ էլ միանշանակ ես այդ կարծիքին եմ, գուցե սխալվեմ, բայց չեմ կարծում, որ այս դեպքում կսխալվեմ, նաև նույն օրը տարել են ձեր քրոջ տունն են, չէ՞ տարել։ Էսի աղջկաս տունն է, մեր տունը են կողմն է, իմ տունն էլ են մտել։ Հա, նաև ձեր տունը։ Հա։ Այնտեղ ինչ։ Այնտեղ շատ բան չեն բանարել։ Բայց կապ չունի, մտել են։ Մտել են։ Ընդեղ էլ են մտել, մարդը քրդինքով, վարկով վերցած տուն է սարքե։ Հիմա հետաքրքիր է, արդեն նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար մարտն ենք 5 ամիս է հանցագործությունները բացահայտված չի մեր իրավապահները սիրում են ասեն գողի ում օրն է 40 օր
աղբեր 40 օր չենք ուզում, այլ 4 ամսում գոնե բացայտեք, 4 շաբաթում բացայտեք, փառք Աստծո, ամբողջ տարածքները այսօր որտեղ որ շրջում ես տեսախցիկներ է դրած, հնարավոր չի այդ տեսախցիկներով գուցե կարողանային բացահայտել։ Հիմա այնպես որ եթե այս հանցագործությունը չբացահայտվի, կծնվի նորից մեկ այլ խումբ, մեկ այլ հանցագործություններ կանեն։ Հիմա այնպես որ խնդրում ենք իրավապահներ, մարդիկ նաև քիչ առաջ երբ առանձին խոսում էին ընտանիքի անդամների հետ, ասում էին որ ճիշտ ասած առաջին օրը որ եկան իրավապահները մտածեցին որ տաք հետքերով կհայտնաբերեն, կբռնեն, բայց արդեն 5 ամիս է, չէ՞։ 5 ամիս է անցել է, ոչ մի ծպտուն չկա, քնչականը նախաձեռնել է քրեական վարույթ, ստեղ չեն մտել, չէ՞։ Տունը սենց են մտնում։ Սենց չեն մտել, բայց դուրս գալուց էլի լուսամուտով են հելել։ Ոնց մտել են, տենց էլ հելել են։ Ոնց մտել են, տենց էլ հելել են։ Հիմի որ ասեմ, դրանք գործից հելել են, այդտեղ էլ պետք է մտնեն, կասեն գագոն էթիկան խախտում է։ Մտնես մարդու տունը, ունեցվածքը գողանաս, քու սև գործտանես ու ջանդամվես գնաս։ Այս լուսամուտն է, չէ՞։ Այս լուսամուտից են մտել էլի։ Այս լուսամուտն են, չէ՞ բացը։ Ու այս սենակներն են, չէ՞ տակնու վրա արել։ Մատնահետքեր բան վերցել էին։ Վերցին, բայց չկա ինչ որ ծեպան։ Իսի բացել են, չէ։ Այստեղից բացը մտել։ Այս էլ էստեղ կիսափակ։ Ստեղից է դուրս են եկել։ Այստեղից էստեղ է, այստեղ նորից փակել են, այստեղ ու ելել են։ Այստեղ փակել։ Սա խարինք։ Մեկ էլ այն կողքի սենակ են, չէ՞ մտել։ Սաղտունը։ Իմացել են էլի որ տունը մարդ չկա, մարդիկ հարսանիք են, ազատ կարան մտնել, էդ էլ իմացող մարդ պետք է լինի, էլի, ես Էլ հարմար մարդիկ եկեն մտել են, հարևան չկա, բան չկա։ Այս սենակներ էլ են, չէ՞ մտել։ Սա սենակները մտել են։ Սեղի պատուանը փակ է եղել։ Իրանց հարսանիքն է եղել։ Չէ, իրանց հարսանիքն է, չէ՞ եղել։ Այո։ Այս սատկեն դրանք, հա։ Հիմա ցերտունը չեն գնի, յակ մտել իրանց համար գործներ են։ Դենտեղ իմ տունն են մտել, գիտեն պապը, Աստեղ է այս փողոցումը։ Հա, էյանը։ Հա, ձեր տունն էլ են էլի մտել, էլի Էլի իմն է ինչ։ նույն օրը էլի։ Հա։ Ես այդ մի աղջիկ լա Նույն ձևի մտել են ախպեր, այստեղ էլ ընդեղ էլ, նույն ձևի։ նույն ձեռագրով եղել են արել։ Սեխոտեցինք, հա, սա։ Բան Նոտ։ Իսկ վերջին անգամ քնչական գնացել եք ինչ են ասել։ ասել են աշխատում ենք, մարդկա ասեք հասկացում ենք։ Պետք է անեն։ Ես էլ եմ գնացել, պապի ջան էլ դու մի արի, մենք աշխատենք գտնենք։ Իսկ այդ օրը որ եկել եք, գիշերը որ եկել եք, ոտնահետքեր, բան։ Դե ինչ որ կա, իրանք եկել նկարել են, վերցրել են։ Չէ, ում ասեմ մի օքու ոտնահետքեր աղը, թե կարող է, Չի երևա։ որտեղ մի օքու բան չի էսիլն էլի երևի։ Գիտենք, ինչա։ Այն որ հաստատ իմացել են, որ երկու տներում էլ մարդ չկա, դա ակնհայտ է։ Հետի այտենց եղել։